Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Վաշինգտոնը սպառնում է, Իրանը չի վստահում, ինչքան կձգվի Իրանում պատերազմը։ Հեռախոսով խոսել են Ռուսաստանի և Իրանի նախագահները, ինչ կոչ է արել Պուտինը և ինչ է առաջարկում խնդիրների լուծման համար։ 217 զոհ և 798 վիրավոր, Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն աճել է։ Իրանից Հայաստան ժամանած հայերի հոսքը սովորական է, քանի հայ է վերադարձել Իրանից։ Փորձել են հրկիզել ազգային անվտանգության ծառայության շենքը, ինչ մանրամասներ է հայտնում ոստիկանությունը։ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը ընթանում է նույն ինտենսիվությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե ինչ նկատի ունի Իրանից անվերապահ կապիտուլյացիա պահանջելով։ Նա նշել է, որ խոսքը ոչ թե հանձնվելու, այլ Իրանի ռազմական կարողությունների լիակատար ոչնչացման մասին է։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ որևէ համաձայնագիր չի կնքվի, եթե Իրանը չընդունի Վաշինգտոնի պայմանները։ Անվերապահ կապիտուլյացիայից և արժանի առաջնորդի ընտրությունից հետո մենք մեր շատ հրաշալի և շատ խիզախ դաշնակիցների և գործընկերների հետ միասին անխոնջ կաշխատենք։ Իրանը դուրս կբերենք անդունդի եզրից և կդարձնենք այն տնտեսապես ավելի զարգացած, ուժեղ և հաջողակ, քան երբևէ։ Մինչ Վաշինգտոնը նման պահանջներ է առաջ քաշում, Թեհրանը հայտարարում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի վստահում և այս փուլում բանակցություններ չի վարում նրա հետ։ Իրանի փոխարտգործնախարարի խոսքով Ժնևում բանակցությունների վերջին փուլը հաջող էր ընթանում և նույնիսկ կարող էր հանգեցնել դիվանագիտական կարգավորման։ Սակայն ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխել է իր դիրքորոշումը և այդպիսով փակել խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հնարավորությունը։ Ոչ, մենք չենք վստահում ամերիկացիներին, նրանք դավաճանել են ոչ միայն մեզ, այլև դիվանագիտությանը, մենք բանակցային գործընթացի մեջ էինք, երբ մեզ վրա հարձակվեցին, մենք չենք սկսել այս ագրեսիվ պատերազմը, իրականում Միացյալ Նահանգները բաց թողեց այդ հնարավորությունը, մենք բարեխղճորեն բանակցություններ էինք վարում և հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի դրանք գոհացուցիչ արդյունքի հանգեն, անցյալ հինգշաբթի Ժնևում կայացած բանակցությունների վերջին փուլը հաջող էր, հիմա մենք պետք է հարց տանք ամերիկացիներին, ինչու նրանք մտափոխվեցին և ինչու ուժի դիմեցին։ Այս ֆոնին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին լուսանկար է հրապարակել, գրելով, որ Իրանի զինված ուժերը վրեժ կլուծեն թշնամական ուժերի թիրախ դարձած յուրաքանչյուր իրանցի մոր, հոր և երեխայի համար։ Մերձավոր Արևելքում սրվող վիճակի մասին հեռախոսով զրուցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Զրույցի ընթացքում Փեզեշքյանը մանրամասն ներկայացրել է հակամարտության վերջին ակտիվ փուլի զարգացումները։ Ռուսական կողմի փոխանցմամբ Պուտինը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի վերջին նորությունները և պատերազմին վերաբերող հայտարարությունները հավաքագրել է իմ գործընկեր Սեդակ Յուրեղյանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պարզել է, որ հրթիռը, որի հարվածից Իրանում 170 աշակերտ էր մահացել, Արաբական Միացյալ Էմիրությունների Ադ-Դավրա շրջանում տեղակայված ռազմաբազայից է արձակվել։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել արաբական երկրների առաջնորդների հետ։ Զրույցներից հետո պետքարտուղարը հայտարարել է, Իրանի հետ հակամարտությունը կարող է ձգվել ևս մի քանի շաբաթ։ The Standard-ը անդրադառնալով Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների նոր ուժերի, մասնավորապես հետախուզական անձնակազմ և ՀՕՊ համակարգեր ուղարկելուն գրել է. հնարավոր է հակամարտությունը տևի ավելի երկար, քան նախագահ Թրամփի նախապես հայտարարած ժամանակացույցներ, այն է 4 շաբաթ։ Իրանական բալիստիկ հրթիռ է ընկել Սաուդյան Արաբիայում գտնվող ավիաբազաներից մեկի տարածքում, հայտնում են միջազգային տարբեր լրատվամիջոցներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնբաս և հայտարարել, որ ռուսները պատրաստվում են գարնանը գրոհել այդ ուղղությամբ, հաղորդում է Ուկրաինսկայա Պրավդան։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական հարձակումներ էր ծրագրել Ադրբեջանի տարածքում, գրել է ադրբեջանական պետական հեռուստաալիք ASTV-ին։ Ընտրված թիրախներն էին ռազմավարական օբյեկտը Բաքու Թբիլիսի Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, նաև հրեական համայնքի կրոնական առաջնորդը և սինագոգներից մեկը, ասված է հայտարարության մեջ։ Ի պատասխան իրանցի անանուն մի պաշտոնյա Ֆարսի հետ զրույցում արձագանքել է հայտարարությանը, որ եթե Իրանը ցանկանար հարձակվել Ադրբեջանի վրա, չէր անի դա փոքր ԱԹՍ-ներով։
Իրանի զինված ուժերի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրանական ռազմածովային ուժերը հրթիռ են արձակել ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակրի ուղղությամբ։ Իսրայելը հերթական հարվածն է հասցրել Թեհրանին, այս անգամ թիրախում Մեհրաբադ օդանավակայաններ։ Իրանում զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ, ներառյալ կանայք եւ երեխաներ, կան հազարավոր վիրավորներ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդը։ Սեդակ Յուրեղյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Մերձավոր արևելքում սերվող լարվածությունն արդեն անդրադառնում է նաև հարևան երկրների հարաբերությունների վրա։ Թեպետ Թեհրանը հերքում է, որ հարվածել է Ադրբեջանի տարածքին, Բաքուն շարունակում է պնդել հակառակը։ Այս ֆոնին Ադրբեջանը նույնիսկ դադարեցրել է Իրանի հետ բեռնափոխադրումները, իսկ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այցելել է Թուրքիա։ Ինչ է իրականում կատարվում եւ ինչպես կշարունակվեն զարգացումները, թեմային անդրադարձել է Անի Աբախյանը։ Ադրբեջանը կուլ տվեց Իսրայելի Նախիջևան ուղարկած, այսպես ասած, խայծը։ Նրանք, ովքեր մի ժամանակ ցանկանում էին փորձել մեր ուժը, ջախջախվեցին երկաթե բռունցքով։ Այսօրվա միջադեպը նույնպես նույն արդյունքը կտա։ Հետևաբար այս հարցի վերաբերյալ պետք է գործողությունների ծրագիր կազմվի։ Բոլոր հանձնարարականները տրված են։ Ալիևը բռունցք է ցույց տալիս Իրանին, սպառնում, զգուշացնում այն ֆոնին, երբ Իրանը հայտարարում է Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու չի արձակել։ Սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից տարբեր միջոցներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված նմանատիպ գործողությունները նախադեպեր ունեն։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ Բաքուն միտումնավոր է սրում վիճակը։ Ալիևի ելույթը պարունակում է որակումներ եւ սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելուն։ Ադրբեջանի խոսքերը ծիծաղելի են Իրանի համար, իսկ վրեժի տերորիստական գործողության մասին խոսելը կարճամտություն, ընդգծում է իրանագետը։ Շատ կոպիտ եւ սխալ տրամաբանական կառուցվածքով խոսք է։ Ոնց կարող է ինքը պատժել Իրանին, եթե ասենք նույնիսկ դա Իրանի կատարած քայլն է եղել, ինչպես է պատրաստվում նույն դասը տալ, ինչ որ տվել է Հայաստանին եւ ըստ դեպքում Իրանին։ Իսրայելն ուզում է Իրանի դեմ պատերազմում շատերին ներքաշել, այդպիսով կթուլացնի իսլամական պետություններին միաժամանակ եւ կկարողանա իրականացնել բազմամյա նպատակը՝ մերձավոր արևելքում դառնալ միակ թելադրողը, կարծում է քաղաքագետը։ Իսրայելի ստրատեգիան է եւ Միացյալ Նահանգների ստրատեգիան է, որպեսզի Ադրբեջան եւ Իրան ռազմական գործողություններ տեղի ունենան, որին բնականորեն ներքաշվելու է նաեւ Թուրքիան։ Թուրքիայի ներքաշվելու դեպքում բնականաբար արդեն ակտիվանալու են նաեւ քրդերը, Իրաքի քրդերը, Իրանի քրդերը, Թուրքիայի քրդերը, եւ այդ քրդերը ամենը իր ծրագիր ունի։ Մեկը Թուրքիայից ուզում անկախանա, մեկը Իրանից, մյուսը Իրաքից եւ ասա երկարատև տարիներ տևող պատերազմ է լինելու։ Բաքու ուղարկված անօդաչուն ակնհայտ սադրանք էր Իրանի դեմ, կարծում է Խանլարյանը։ Մինչ Ստեփան Դանիելյանը հավանական է համարում եւ ամերիկյան եւ բրիտանական կողմերի ներգրավվածությունը, իրանագետը վստահ է Իսրայելն է ուղարկողը։ Իդեպ, հետաքրքիր է, որ ադրբեջանցիներն էլ տեսախցիկները միացրած կարծես սպասում էին հարվածներին։ Իսրայելը Ադրբեջանում եւ մեր Արցախում պատմական Արցախի տարածքներում ունի լրտեսական հզոր հնարավորություններ եւ զինվորական։ Բնականաբար այդ պոտենցիալից օգտվելու խնդիր կա եւ կփորձեն եւ արդեն դրա ապացույցները կան, որ կփորձեն ներգրավել այս հակամարտության մեջ։ Բայց Ադրբեջանը կարող էր դիվանագիտական ճանապարհով կարգավորել հարցը, քանի որ Իրանի հետ պատերազմելը ձեռնտու չէ նաև իր համար։ Հարևան պետություններում վարկյանի տարբերությամբ նոր իրողություն է ստեղծվում։ Ինչ անի Հայաստանը։ Հիմա Հայաստանի համար լավագույն լուծումը ոչ թե լռելն ու սպասելն է, Հայաստանը պետք է հիմիկվանից սկսի գործել։ Ինչպես գործել, դա արդեն այլ հարց է։ Առաջինը դա ռազմական պատրաստվածությունը բարձրացնել, Սյունիքում պաշտպանական գործողություններ սկսել իրականացնել, հնարավոր զարգացումների դեպքում եւ տանել բանակցություններ հնարավոր դաշնակիցների հետ։
Հայաստանի համար առաջնահերթությունը սեփական անվտանգության ամրապնդումն է եւ սահմանային ուղղությունների վերահսկողությունը, հատկապես Սյունիքում, որտեղ ցանկացած զարգացում կարող է անմիջապես անդրադառնալ տարածաշրջանի ուժերի բալանսի վրա։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանում ընթացող լարված զարգացումների ֆոնին ադրբեջանական մեդիան կրկին ակտիվորեն խոսում է հարավային Ադրբեջանի մասին։ Խոսքը Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում բնակվող միլիոնավոր ազարիների մասին է, որոնց թեման Բաքուն տարիներ շարունակ օգտագործում է քաղաքական հայտարարություններում։ Իսկ որտեղից է ծագել հարավային Ադրբեջանի խոսույթը եւ ինչ նպատակ է հետապնդում, մանրամասները ռեպորտաժում։ Իրանում շարունակվող ներքին լարվածության ֆոնին ադրբեջանական մեդիայում կրկին ակտիվացել է հարավային Ադրբեջանի թեման։ Խոսքը Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում պատմական ատրպատականի տարածքում բնակվող 12-ից 14 միլիոն ազարիների մասին է, որոնց շուրջ արդեն երկար տարիներ թյուրքական աշխարհը ձևավորում է աշխարհաքաղաքական սցենարներ։ Իսկ երբ է ծագել բուն հարավային Ադրբեջանի խոսույթը։ Հարավային Ադրբեջան, ինչքան ես տեղյակ եմ, հարավային Ադրբեջանի տերմինը որպես աշխարհագրական կամ աշխարհաքաղաքական եզրույթ կամ կատեգորիա նոր չի։ Սա երևի ունի առնվազն 30 կամ 40 տարվա անցյալ։ Արդեն երբ սկսվեց անկախացման process-ը Ադրբեջանի դեպքում, ինչպես նաև զուգահեռաբար Կովկասյան մյուս ժողովուրդների դեպքում, շատ մեծ ազդեցություն կար Թուրքիայի կողմից Ադրբեջանի վարչակարգի վրա։ Թե ինչ նշանակություն ունի Իրանում ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը Ադրբեջանի համար եւ որն է հարավային Ադրբեջանի խոսույթը առաջ քաշելու նպատակը, ադրբեջանագետի պնդմամբ կապված է Բաքվի հերթական տարածքային նկրտումների հետ եւ չունի պատմական հիմքեր։ Ադրբեջանի Հանրապետությունում, Իրանի ձևակերպման Բաքվի Հանրապետությունում ակնկալում են, որ գոյություն ունի ինչ-որ երևակայելի միացյալ Ադրբեջան եւ նրանք կարող են Իրանի Ադրբեջանը կպցնել Ադրբեջանին ու ստանալ ինչ-որ մի պետություն նոր, միացյալ Ադրբեջան եւ այդ նախագծի մեջ նաեւ մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքը, որը որպես արևմտյան Ադրբեջան կմտնի։ Բաքվում այս խոսույթը ակտիվանում է հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Իրանում սկսվում են ներքին անկայունություններ։ Այս անգամ օրինակ Իլհամ Ալիևը Նախիջևանին Իրանի ենթադրյալ հարվածից հետո հայտարարություն արեց ակնարկելով Իրանում բնակվող ադրբեջանցիների գործոնի մասին։ Ադրբեջանին ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով ճնշելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Բաքվի կողմից արձագանքի, այդ թվում այնպիսին, որը կազդի Իրանի ներքին կայունության վրա։ Անկախ Բաքվի ցանկություններից ու բարձրագույն հայտարարություններից ազարիների մշակույթը մեծապես կապված է իրանական մշակույթի հետ։ Նրանք ծագել ու ձևավորվել են Իրանում, խոսել հին պարսկերենով։ 16-րդ դարում օսմանների ատրպատականը գրավելուց հետո են աստիճանաբար դարձել թյուրքալեզու, բայց ոչ սեփական կամքով։ Սուլթան Մուրադը օրինակ արգելել էր պարսկերեն խոսալը այդ ամբողջ տարածքում, Թավիզում եւ այլն, եւ որպես պատիժ լեզուները հատում էին այն մարդկանց, ովքեր խոսում էին, շարունակում էին խոսել պարսկերեն կամ հին ավեստայական լեզվով։ Եվ այդ պատճառով շատ բռնի ճնշամիջոցների արդյունքում լեզուն փոխվեց։ Իրանի համար մշտապես զգայուն թեմա է եղել իր հյուսիսի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնությունը։ Ազարիների մեծամասնությունն իրենց համարում են իրանցիների հետնորդը։ 1940-ականների կեսերին ԽՍՀՄ միջնորդությամբ Ադրբեջանի ժողովրդական հանրապետության ձևավորումից ու փլուզումից հետո Բաքվի քարոզչության ազդեցությամբ Ադրբեջան գաղթած 10,000 ազարիների մի մասը ստիպողաբար հրաժարվեց Իրանի քաղաքացիությունից։ Ավելի քան 2000 ազարի էլ հրաժարվեց ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը եւ վերադարձավ Իրան։ Ատրպատականցիները Իրանում իրենց իրանական ասկի ավանգարդ էթնոսն են իմանում եւ պատմության մեջ ունեցել են իրենց իսկապես ավանգարդ դերակատարությունը շատ պատմական իրադարձությունների մեջ։ Թեման շարունակում է քննարկվել ինչպես տարածաշրջանային քաղաքական դաշտում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, հատկապես Իրանում ընթացող գործընթացների ֆոնին։ Իրանի հյուսիսային նահանգներում բնակվող ազարիների գործոնը պարբերաբար հայտնվում է տեղեկատվական եւ քաղաքական հայտարարությունների կենտրոնում։ Զարգացումների հետագա ընթացքը կարող է պայմանավորել, թե որքան ակտիվ կշարունակի մնալ այս հարցը տարածաշրջանային օրակարգում։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Մինչ տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է, Բաքուն կարծես փորձում է ցույց տալ, որ ունի միջազգային աջակցություն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը X-ում երախտագիտություն է հայտնել վերջին իրադարձությունների ընթացքում Բաքվին աջակցություն ցուցաբերած 40 պետություններին եւ կազմակերպություններին։ Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը։ Իսկ Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Լիբանանին։ Իսրայելական հարվածների թիրախում է հայտնվել նաև ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիտորդական կետը։ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով արդեն կա 217 զոհ եւ 798 վիրավոր։ New York Post-ը հրապարակել է Ալի Խամենեիի բունկերները պայթեցնելու անիմացիոն կադրերը։ Ավելի վաղ Իսրայելը հրապարակել էր կադրեր եւ հայտնել, որ Թեհրանում գտնվող բունկերներին հարվածել է մոտ 50 կործանիչ։ Ավիահարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի ամենահայտնի պատմամշակութային համալիրներից մեկը՝ Գոլեստանի կամ Վարդերի պալատը։ Ինչ վնաս է կրել պալատը, ինչ արժեք ունի այն իրանցիների համար, ներկայացնում է Զառա Սարգսյանը։ Սա Թեհրանի սրտում գտնվող ու Իրանի այցեքարտը համարվող Գոլեստանի կամ Վարդերի պալատն է։ Իսկ սա արդեն ավիահարվածներից հետո ճարտարապետական այս գլուխգործոցի ներկայիս տեսքը։ Ապակու բեկորներ հատակին, ջարդուփշուր եղած ու ոչնչացված իրեր, պատուհանների շրջանակներ, պատեր։ Ղաջարիների դարաշրջանի գլուխգործոցն այժմ դժվար ճանաչելի է դարձել։ Չնայած համալիրի արտաքին տեսքին հասցված վնասին, Իրանի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ արժեքավոր արտեֆակտների ամբողջ հավաքածուն հունվարին տեղափոխվել է անվտանգ վայր։ Հետևաբար ներսում գտնվող գանձերը մնացել են անձեռնմխելի։ Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ այս համալիրի ոչնչացումն ուղղակի հարձակում է ազգային մշակութային ինքնության վրա։ Այս հիասքանչ ճարտարապետական համալիրը կառուցվել է 16-րդ դարում։ Պալատը, որ բաղկացած է 17 շենքից, այդ թվում թանգարաններից ու դահլիճներից, համարվում է ժամանակակից Իրանի մշակութային խորհրդանիշը։ Դրա յուրաքանչյուր շինություն հետաքրքիր է իր ձևով։ Չնայած դրանք բոլորը կառուցված են ճանաչելի պարսկական ոճով։ Խոր կամարակապ այվաններ, իրար հաջորդող փակ դահլիճներ, ինտերիերում հայելային խճանկարների առատություն եւ ճակատային հատվածում բազմագույն սալիկներ։ Դարերի ընթացքում պալատի արտաքին տեսքը փոփոխությունների է ենթարկվել։ Զգալի ճարտարապետական փոփոխություններ են տեղի ունեցել Քարիմ խան Զանդի, աղա Մուհամմադ խան Ղաջարիի, որը Թեհրանը դարձրեց Իրանի մայրաքաղաք, եւ Նասր էդ-Դին Շահի օրոք, որը թաղված է հենց պալատի տարածքում։ Պալատի գլխավոր այցեքարտերն են Մարմարե գահը, Թախտե մարմարը, որտեղ տեղադրված է տպավորիչ գահը, որը քանդակված է Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից, ընդհանուր 65 մասից։ Շահերի թագադրումները տեղի են ունեցել հենց այստեղ։ Ադամանդիա սրահը, Թալարե ալմասը, որն իր անվանումը ստացել է ներսի պատերի եւ առաստաղի հայելային զարդանախշերի պատճառով, որոնք փայլում են ադամանդի պես։ Հայելիների սրահը, Թալարե Այնեն, հավանաբար ամենահայտնի սրահը, որի պատերն ու առաստաղն ամբողջությամբ պատված են բարդ հայելային խճանկարներով։ Եվ Արևի տունը, Շամս Էմարեն, բարձրահարկ շենք 2 աշտարակով, որը մի ժամանակ Թեհրանում ամենաբարձրն էր։ Շահն այն օգտագործել է քաղաքի համայնապատկերով հիանալու համար։
Պալատն այնքան սիրված է ու կարևոր իրանցիների համար, որ դրա պատկերը հայտնվել է 1974 թվականին իրանական 5000 ռիալ արժողությամբ թղթադրամի վրա։ 2013-ի հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն պաշտոնապես գրանցեց որպես համաշխարհային ժառանգության վայր, հաստատելով այս պարսկական ճարտարապետական համալիրի համաշխարհային արժեքը։ ԱՄՆ-Իսրայել հարվածներից անմիջապես հետո միջազգային այս կառույցը խոր մտահոգություն հայտնեց եւ խոստացավ ուշադիր հետևել մշակութային ժառանգության պահպանման հետ կապված իրավիճակին։ Մտահոգություն հայտնեց ու խոստացավ։ Միայն այդքանը։ Իսկ միջ մեր աչքի առաջ պատմություն է ջնջվում, աշխարհն ինչպես միշտ լուռ հետևում է։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Թեհրանի գլխավոր եւ ամենածանրաբեռնված Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները հեռախոսով քննարկել են նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը։ Զրուցակիցները ըստ Երևանի հաղորդագրության մտահոգություն են հայտնել վիճակի շարունակական սրման կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարությունը նաև հայտնել է, որ նախորդ 2 օրերին Արաբական Միացյալ Էմիրություններից Fly-Dubai ավիաընկերության իրականացրած 2 չվերթերով Հայաստան է վերադարձել Հայաստանի 197 քաղաքացի, նախատեսվում է եւս 45-ի վերադարձը։ Իսկ Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի քաղաքացիություն ունեցող 2 քաղաքացի, նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան, իսկ մյուսի վերադարձը կազմակերպվում է։ Իսրայել-ԱՄՆ-Իրան պատերազմական լարվածությունը ազդում է նաև Հայաստանի տնտեսության վրա։ Վերջին օրերին հայկական շուկայում նկատվում է մի շարք մրգերի եւ բանջարեղենի թանկացում։ Վաճառողներ պատմում են, որ պատճառը Իրանից մատակարարումների դժվարացումն է։ Տնտեսագետներն էլ չեն բացառում, որ եթե տարածաշրջանում լարվածությունը շարունակվի, առաջիկայում հնարավոր է նաև նոր գնաճ։ Իրան-Իսրայել ռազմական լարվածությունն արդեն ազդել է հայկական շուկայի վրա։ Պատերազմի ֆոնին հանրապետությունում սկսել են թանկանալ մի շարք մրգեր եւ բանջարեղեն, կաթնամթերք ու պարենային ապրանքներ, որոնք մեծ մասամբ ներմուծվում են Իրանից։ Վաճառողները նշում են, վերջին օրերին հատկապես թանկացել են լոլիկը, վարունգը, սմբուկը եւ որոշ մրգեր։ Պատճառը մատակարարումների դժվարացումն է։ Պայմանավորված պատերազմով թանկացում է դրս եկած ապրանքները, իսկ տեղականները նորմալ են։ Օրինակ, որ ապրանքն է դրսից, որ թանկացել է։ Բիբարներն են դրսից, բադրջանը, բրոկոլին մեկել։ Որքան է թանկացել։ Տահակին թանկացել է, մոտ 500 գրամի տարբերությամբ արդեն թանկացումներ կա։ Որքան ժամանակ որ թանկացել է։ Դες պատերազմից սկսվելից հետո։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, Հայաստանը մեծապես կախված է Իրանից ներմուծվող գյուղմթերքից, հատկապես ձմռան եւ գարնան ամիսներին, երբ տեղական արտադրությունը սահմանափակ է։ Տարեկան 35 միլիոն դոլարի պարեն է Հայաստանն Իրանից ներկրում։ Երբ որ բավարար քանակությամբ տեղական գյուղմթերքը չի արտադրվում, մենք ստիպված ենք ելնում ներկրել, այդ թվում նաև Իրանից։ Այդ ներկրում համատաբար էժան է եւ մեր ժողովուրդը դրա շնորհիվ կարողանում է ունենալ տարին 12 ամիս այս կամ այն բանջարեղենի եւ մրգի տեսականի։ Մասնագետները նաև չեն բացառում, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ փոխադրումների խնդիրները խորանան, ապա առաջիկա շաբաթներին հնարավոր է նոր գնաճ։ Այդ դեպքում թանկացումները կարող են տարածվել նաև այլ ապրանքների վրա։ Շուկայում ասում են, ներմուծումը քչացել է, գործընթացը դարձել ավելի բարդ։ Պատերազմի իրավիճակով պայմանավորված Իրանը փակել է սահմանները հասկանալի պատճառով, առաջին հերթին նրանք մտածում են իրենց ներքին պարենային անվտանգության մասին, իրենց ժողովրդի պարենով ապահովման մասին եւ իրենք ամեն ինչ անել են, որ այդ պարենը մնա իրենց երկրում ու կարողանան իրենց ժողովրդի դրանով բավարարել։
Որ թանկացել է բանջարեղենը նկատում են նաև քաղաքացիները, օրինակ լոլիկը, որը նախկինում արժեր 800 դրամ, հիմա 1200 դրամ է։ Բանջարեղենի գներում թանկացում նկատում եք։ Ինձ մի խոսցնի ես չգիտեմ, բա չէ, չգիտես որ թանկացել է։ Թանկացում ամեն տեղ էլ ամեն ինչի մեջ էլ կա։ Ընդհանրապես ամեն ինչն է թանկացել։ Օրինակի համար խմելու ջուրը, որ շշով առնում են 170 դրամ, դարձավ 210 դրամ, կես լիտրներ, եթե չեմ սխալվում։ Նայած որ քանի սորտի լոլիկներ կան։ 800-ից կա 1200, բայց այսքան տուփի մեջ։ Մանրերից 1200, դա 1100 չեմ հիշում։ Ես դժգոհ չեմ։ Նորա թանկացել։ Միշտ է թանկ եղել։ Միշտ է թանկել։ Ես սարսուր չեմ անում, կինս։ Տանը որ անում են ինչ-որ դժգոհություններ կան թանկացում։ Իհարկե։ Ինչն է թանկացել։ Ամեն ինչ։ Ինչ ասեմ անուններով, կանաչեղենից համեմը, կոտեմը, լոլիկը ընդհանուր թանկ էր էլի, ընդհանուր թանկ էր։ Դե այսօրվա լոլիկն էլ ոնց ասեմ, ուտելու բան չեն, հողինը պետք է լինի, գոնե թեկուզ թանկ լինի, բայց դե էլի որ թորնիկները ուտեն։ Տնտեսագետը նշում է, որ խնդիրը միայն ապրանքների քանակի նվազումը չէ, պատերազմական վիճակը անմիջապես ազդեցություն է ունենում լոգիստիկ ամբողջ շղթայի վրա։ Տարածաշրջանում անվտանգային ռիսկերի աճը բարդացնում է բեռնափոխադրումները, երկարացնում ճանապարհի ժամանակը, ավելացնում ապահովագրական եւ տրանսպորտային ծախսերը։ Այս ամենը վերջնական արդյունքում արտահայտվում է ապրանքների թանկացումով։ Իրանական պարենը փոխարինելու տարբերակներ պետք է գտնենք։ Դա կարող է լինել Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից կամ այլ երկրներից, բայց այդ երկրներից պարենի բերելու դեպքում մենք ունենալու ենք որոշակի գնաճ։ Պայմանավորված տրանսպորտով, ինչպես նաև այդ երկրներում նույն բանջարեղենը միշտ ավելի թանկ է, քան Իրանում։ Պարսյանը հիշեցնում է Հայաստանի անկախացումից հետո Իրանն էր այն պետությունը, որն առաջինը մեզ հետ առևտրային պայմանագիր կնքեց ու այդ դժվար պահին աջակցեց Հայաստանին։ Այդ ժամանակներից սկսած Իրանը Հայաստանի շուկայում կարևոր դեր ունի։ Այսպիսով տարածաշրջանային լարվածությունը արդեն ազդեցություն է ունենում նաև Հայաստանի շուկայի վրա, արտահայտվելով ամենօրյա սպառման ապրանքների թանկացմամբ։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել Երևանի ազգային անվտանգության ծառայության շենքը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմնին։ 3 Շենգավիթի վարչական շրջանի Արշակունյանց Պողոտայի դալանում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ոստիկանության տեղեկություններով նա մահացել է սուր կտրող ծակող առարկայից ստացված հարվածից։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանի փոխանցմամբ մահացածը Երևանի 62-ամյա բնակիչ է։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաներում ձյան, հովտային շրջաներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 2-ից 5 աստիճանով, մարտի 9-ից 11-ը ցերեկային ժամերին ջերմաստիճանը նույնքան կբարձրանա։ Երևանում մարտի 8-ից ցերեկը և մարտի 9-ից 11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 5-ից 7, իսկ երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, կհանդիպենք։